Սյունիքի մարզում ընթանում են ճանապարհաշինարարական լայն աշխատանքներ։ Որոշները նորոգվում են, որոշները հիմնանորոգվում, որոշներն էլ կառուցվում են զրոյից, ինչպես այս մեկը։ Դրանք ոչ միայն կարճացնում են ժամանակ անցնելու ճանապարհը, այլ նաև ունեն ռազմավարական մեծ նշանակություն։ Ամենամեծ ծավալի եւ մեր ամենաթանկ նախագծերը այս պահին ընթացքում են գտնվում կամ կմեկնարկեն Սյունիքի մարզում։ Առաջին կանգառը Հարժիս համայնքի ավտոճանապարհի հատվածն էր։ Այս ճանապարհն ունի միջպետական կարևոր նշանակություն։ Այն հիմնովին վերանորոգվում է ճանապարհի եզրերով եւ բնակավայրի հատվածում տեղադրվելու է ջրահեռացման համակարգ։ 2023-ից 25 թվականներին կառուցվող 7.2 կիլոմետր ճանապարհահատվածը ներառում է հողային աշխատանքներ, արհեստական կառույցներ, հարթեցում եւ երկշերտ ասֆալտապատում։ Այստեղ շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։ Քանի որ Սյունիքի մարզը մեր երկրի համար հարավային դարպասն է եւ մեծ կարեւորություն ենք տալիս կառավարության կողմից Սյունիքի մարզի ճանապարհները վերել պատշաճ վիճակի։ Ռազմավարական եւ տնտեսական ոչ պակաս մեծ նշանակություն ունեցող հյուսիս-հարավ ավտոճանապարհին միացող Խնձորեսկի եւ Ներքին Խնձորեսկի ճանապարհահատվածն է, որտեղ նույնպես իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նախատեսում է երթևեկելի մասի հիմնանորոգում, այթերի, հենապատերի ու արհեստական կառույցների կառուցում եւ վերանորոգում, ճանապարհի կահավորում։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Սա 80-ականների, 70-ականների կառուցված ճանապարհ է, որը կառուցումից հետո նորոգման չի ենթարկվել։ Նախկինում ճանապարհը անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքներ ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար եւ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր բոլոր հիմնանորոգված կամ նոր կառուցված ճանապարհներում երկրորդ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն չի եղել, եթե այդ աշխատանքները ընդունվել են պետության կողմից։ Վերիշեն Խոզնավար ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները եւս միտված են հեշտացնելու երթևեկությունը եւ լուծելու միանգամից մի քանի խնդիր։ Գորիսի քաղաքապետի խոսքով կից համայնքների ավտոճանապարհների հիմնանորոգումը կնպաստի քաղաքի նախկին տնտեսական ակտիվության վերականգնմանը։ Ներկայացուցիչները հավաստիացին, որ շինկազմակերպությունները փորձառու են եւ նրանց իրականացրած նախագծերը համապատասխանում են ոչ միայն տեղական, այլև միջազգային ստանդարտներին։ Առնվազն 25 րոպե կրճատվելի է տվյալ ժամանակահատվածը։ Ավելի երկար է հիմա բնակիչը Խոզնավարից հասնում Գորիս։ Վերանորոգումից հետո ժամանակի առումով շատ մեծ կրճատում կունենանք։ Սա նաև ռազմավարական նշանակություն է ճանապարհը։ Այստեղից պոստեր, դիրքեր, տարբեր հատվածներ գնալը հենց այս ճանապարհով է միանշանակ հարմար եւ ավելի մոտիկ եւ այսուհետ մեր թե գյուղացիները, թե պաշտպանության նախարարությունը ավելի նորմալ եւ բարեկարգ ճանապարհով երթևեկել։ Այսպես էլ ընթանում են Էմինից Սատանի կամուրջ տանող 19.5 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհին բնակիչներն ու զբոսաշրջիկները երկար են սպասել, քանի որ հիմնականում երթևեկում են դժվար անցանելի Տաթև լծեն ճանապարհով։ Շատ քաղաքացիներ եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ գալիս են մեր Տաթև վանական համալիր եւ կարող են, այսպես ասեմ, հաջորդ շաբաթից արդեն հանգիստ գալ եւ գնալ Տաթև, որովհետև այս ճանապարհը արդեն հիմնանորոգված է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Գորիսը Որոտանին կապող նախկին ճանապարհը, առաջնահերթություն ստացավ Որոտան-Խոտ այլընտրանքային ավտոճանապարհի վերակառուցումը, որը մնացածի համեմատ մեծ ծախսեր է պահանջում, քանի որ կառուցվում է նոր ճանապարհ։ Դավիթ Խուդատյանը վստահեցրեց, որ նոր ճանապարհը լինելու է անվտանգ եւ ունենալու է ռազմավարական նշանակություն ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի համար։ Սա հիմնական ճանապարհ է լինելու, որը լուծելու է եւ այդ խնդիրը եւ նաեւ մարզի բնակավայրերի մեջ էական կարճ ճանապարհ է դառնալու ոչ միայն Խոտի եւ Որոտանի բնակիչների համար։ Այս ճանապարհը շատ օգուտ կտա եւ Որոտանի միանալու համար եւ ուրիշ ճանապարհները ու շուրնուղ կապան միացնելը։ Շատ կարեւոր եմ համարում, որ արդեն մարդիկ բնակիչները կարող են նորից իրանց վերականգնեն իրանց բնականon հունը, իրանց այգեգործությունը շարունակեն։ Այցի երկրորդ օրը մեկնարկտրվեց Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքից, որը բոլորովին նոր ճանապարհով կկապվի Մեղրիի եւ Հարակից համայնքների հետ։ Նռնաձորը Հայաստանի հարավ-արևելյան հատվածի ամենածայրամասային գյուղն է։ Մինչ այսօր գյուղը չի ունեցել հիմնական ճանապարհ, իսկ սա, որը կառուցվում է, կապելու է գյուղը Մեղրիի հետ։ Ճանապարհը բարդ անցանելի էր, ստիպված եղանք շարունակել այն ամենագնացներով։ Այս պահին կա մի ճանապարհ, որը անցնում է Երկաթգծի կողքով, հաստատի դա հողապատ ճանապարհ է եւ նռնաձորցիները հիմա այդ ճանապարհն են օգտվում։
Նռնաձոր տանող ճամփան հեշտ անցանելիներից չէր։ Քարքարոտ ու խորտուբորտ ճանապարհը Հայաստանի տարածքներ, դիմացը պարսկական Ղարադաղի լեռներն են, հովտի մեջտեղով էլ հոսում էր Մայր Արաքսը։ Դժվարությամբ հասանք Նռնաձոր, այն մարդաշատ չէր, 138 բնակիչ ուներ, որոնցից շատերը, ինչպես ներկայացրեց գյուղապետը, լքել ու լքում են գյուղը։ Դպրոցում 13 աշակերտ կա, որոշ դասարաններ դատարկ են, իսկ վերջին զանգը միայն 1 շրջանավարտի համար է։ Ճանապարհ չլինելու պատճառով շատ առևտրականներ ուղղակի գյուղ չեն ուզում գան։ Առաջինն է գալուց հետո ասում եմ, ես տեղ չեմ գալու, այդ խնդիրը երկար տարիներ ունենք, մարդկանց հոգսը կթեթևանա, որտեղ ճանապարհը իրոքից անտանելի է։ Հիմնանորոգման աշխատանքներին հետևելուն միացավ նաև Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձավ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նշելով, որ կողմ է, սակայն կարևորում է, որ դա անպայման լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, հիշեցնելով, որ Իրանը ողջունել է Հայաստանի վարչապետի կողմից առաջարկված խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Մենք աջակցում ենք խաղաղությանը, մենք աջակցել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու կաջակցենք։ Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների նաեւ տարածաշրջանի շահերից եւ պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին։ Վերջին կանգառն էլ հյուսիս-հարավ ճանապարհի տրանս 4 քաջարան ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքներն էին, որոնք 15%-ով իրականացված են։ Այնինչ իրանական կողմը ըստ նախագծի այս փուլում պետք է ապահովեր 12%-անոց արդյունք։ Ճանապարհը գնալու է նոր ծրագծով, շրջանցել բոլոր բնակավայրները դա ճանապարհային անվտանգության առումից ելնելով։ Մինչև այս հատվածի հյուսիս-հարավ ավտոճանապարհի քաջարան ագարակ թունելը արդեն իսկ կառուցվել է։ Թունելը լինելու է 32 կիլոմետր, ամեն ամիս կառուցվում է 90 մետր։ Թունելի կառուցման աշխատանքները պլանավորվում է ավարտել 2027 թվականին։ Հիփսիմե Ավակյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։